Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, ես եւ իմ հյուրերն արդեն տաղավարում ենք եւ այս պահին ես հիշեցի Սոկրատեսի հայտնի խոսքը, երբ ասում էր ամեն դեպքում պետք է ամուսնանալ։ Եթե վատկին հանդիպի, կդառնաք փիլիսոփա, եթե լավը կլինեք բացառություն։ Այ հիմա որ տարբերակն է ավելի ճիշտ, գոնե ըստ ներկայացման եւ հեղինակի կփորձենք հասկանալ մեր հյուրերի հետ։ Բեմադրիչ Գոհար Փոքրիկյան, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհիներ Լարիսա Ղևոնդյան եւ Հասմիկ Մխիթարյան։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Իսկ դու գիտեք ինչպես չամուսնանալ։ Ես ենթադրում եմ ինչպես չամուսնանալ, փորձում եմ հասկանալ ինչպես պետք է ամուսնանալ, Սոկրատեսին շատ համաձայն եմ։ Համաձայն եք, որպեսզի հեռուստադիտողներն էլ հասկանան ինչի մասին է խոսքը, ասեմ, որ 3 ապրիլի 25-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջնախաղ էր ինչպես չամուսնանալ ներկայացումները։ Այսօր նույնպես ներկայացումը բեմում է լինելու, բայց մինչ երեկո գանք սկզբից եւ հասկանանք թե նախ ով է պիեսի հեղինակը եւ ինչու որոշվեց, որ այսօր հայ հասարակությանը պետք է տեղեկացնել այն բոլոր մեթոդների, տարբերակների մասին, թե ինչպես չամուսնանալ կամ գուցե այստեղ նաև հակագովազդ է եւ հակառակ ազդանշաններ կան, ամուսնանալ օրինակ։ Հարցին թե ինչպես չամուսնանալ, մենք ներկայացման մեջ տվել ենք հստակ պատասխան, բայց այստեղ մի նկատառում կա, որ դուք չնշեցիք, ինչպես չամուսնանալ, եթե մենք ունենք բազմաթիվ եթեներ, թե որ դեպքում է պետք չամուսնանալ։ Մենք ցույց ենք տալիս այդ բոլոր դեպքերը, երբ այնքան էլ պետք չէ ամուսնանալ, եւ դրա հետ մեկտեղ նաեւ հանդիսատեսին ուղղորդում ենք, թե ինչպես է պետք ամուսնանալ ճիշտ։ Ում ստեղծագործությունն է, պիես էր, թե դուք եք վերածել պիես։ Պիես է, Միխայել Հեյֆիցն է հեղինակը, ինքն այսօր շատ բեմադրվող հեղինակ է համարվում, նաև Հայաստանում են իրեն անդրադառնում ժամանակ առ ժամանակ։ Այսպես պիեսը էքսցենտրիկ, մի շնչով սկսվող եւ ավարտվող կատակերգություն է։ Մենք էլ փորձել ենք այդ սկզբունքը պահել եւ բեմադրությունն էլ կարծում եմ մեկ շնչով պիտի որ հանդիսատեսը ընդունի։ 3 արդեն առաջնախաղը եղել է եւ միշտ կերպարներին կանդրադառնանք, ասացիք մեկ շնչով դիտելու ներկայացում, հետաքրքիր էր արձագանքը հանդիսատեսի։ Ինչպես որ սպասում էինք, արձագանքը հրաշալի է, բոլորին էլ հետաքրքրում էր այդ հարցը, թե ինչպես պետք չէ ամուսնանալ եւ չգիտեմ հանդիսատեսը նախ անցավ ներկայացումը Լեբլեցուն դահլիճում, արձագանքը բուրն էր, բոլորն էլ գտան իրենց հարցի պատասխանը կազմակերպել եւ հատկապես չամուսնացած աղջիկների հետ հարցում իրականացնել, թե արդյոք այդ տարբերակների հետ համաձայն էին, թե ոչ։ Հասմիկ, ենթադրում եմ, որ դուք երևի այն ըմբոստ աղջիկն եք, որ չեք ուզում ամուսնանալ։ Այո, դուք ամուսնացած եք։ Ես ամուսնացած չեմ, բայց ամբողջ խնդիրը այն է, որ իմ կերպարը ոչ թե ինքը կոնկրետ չի ուզում ամուսնանալ, այլ այնքան խնդիրներ կան արդեն ստեղծված, այնքան մտածելու բաներ կան, որ մի պահ նույնիսկ ցույց է տալիս, որ ինքը ուզում է իր կողքին ինչ-որ մեկին ունենալ, բայց այդ պահն էլ չի հասցնում վայելի, որովհետև այնքան լուծելու խնդիրներ կա, այնքան կիսատ բաներ կա, այնքան խնդիրները ամուսնու հետ, ամուսնանալու հետ կապված չեն, առհասարակ։ Առհասարակ ինքը օրինակ չունի, ինքը չգիտի դա ինչպես է լինում, ինքը չգիտի ինչպեսի ճիշտ տղամարդ պետք է ընտրի, ինչպես անել, որովհետև այն մեթոդներն են, որոնք որ մայրիկը առաջարկում է, դա ընդհանրապես իր ուղեղի մեջ չի տեղավորվում, որովհետև դրանք աբսուրդ են։ Ու ներկայացումն էլ ասեմ, որ ովքեր դիտել են, հենց ի սկզբից ներկայացման մեջ են, ապրում են եւ մայրիկի հետ եւ աղջիկա հետ, որովհետեւ այդպեսին է կառուցված։ Մայրիկի կերպարն էլ Լարիսան է։ Անդրադառնանք ձեր կերպարին։ Այ որպես մայր հետաքրքիր է, համաձայն եք դուք կերպարի հետ եւ այդ ինչ տարբերակների ու առաջարկների մասին էր, որ ըմբոստանում էր աղջիկը եւ չէր ուզում։ Չէ, իհարկե համաձայն չեմ։ Իհարկե կյանքում ես այդպես չէի վարվի։ Իմ հակապատկերն է, իմ կերպարը, բայց փորձել եմ կերտել այդ կերպարը, հասկանալ ով է այդ կինը, ինչու է այդպիսին, ինչի է դրդում աղջկան ինչ-որ ավանտյուրաների, ինքն էլ ընկնում հազար ու մի պատմությունների մեջ, վերջում իհարկե այդ ամենը բացվում է, եւ սուտը, եւ ամեն ինչը, ամեն ձև ուզում է ամուսնացնել աղջկան։
Քանի որ մայրը ինքը միայնակ կին է, ամուսին չի ունեցել երբեք, եւ երևի թե ուզում է, որ իր աղջիկը բախտավոր լինի, ամուսին ունենա, ընտանիք ունենա։ Բայց շատ սխալ ճանապարհով է անում այդ ամենը։ Այսօր մեր հասարակության մեջ իհարկե երբեղված են, հա, երիտասարդները, կան աղջիկներ, ինչ ոչ նաև տղաներ, որոնք շատ շուտ տարիքից, վաղ տարիքից նաև ձգտում են ամուսնանալ եւ այնպիսիները, որոնք կտրականապես դեմ են ամուսնությանը։ Հետաքրքիր է ներկայացումը ունի այնպիսի հաղորդագրություն, որը ոչ թե այո կամ ոչ տալիս է պատասխան պետք է ամուսնանալ կամ ոչ, այլ տալիս է տարբերակներ, ուղղորդում է երիտասարդներին, որ այս դեպքում պետք է այսպես անել, այս դեպքում պետք է այսպես անել եւ առհասարակ ինչպես պետք է գտնել այդ կյանքի ճանապարհը ճիշտ։ Այսինքն խնդիրը աղջկա չամուսնանալու այն է, որ չի գտել համապատասխան թեկնածու, ճիշտ է։ Չի գտել համապատասխան թեկնածու, որովհետև նորից եմ ասում, ինքը ձևը չգիտի։ Ու այո, մենք հանդիսատեսին ասում ենք ոչ թե հա ամուսնանալ, ոչ թե ոչ չամուսնանալ, այլ կոնկրետ հասկանալ, թե ինչ փուլում է ինքը, ինչու չի ստացվում, ինչու է ստացվում, ու պետք է այդ հարցերի պատասխան ինքը իր մեջ գտնի։ Ու անհաստատ ինքը սկսելու է մտածել, թե ինչն է պատճառը, որ իր մոտ այսինչ բանը չի ստացվում, այնինչ բանը ստացվում է, մտածելու տեղիք շատ է տալիս, տարբեր իրավիճակներ են լինում, այդ մամայի ստեղծած իրավիճակները, աղջիկը ամեն իրավիճակ տարբեր ձևով է արձագանքում, որովհետև իր ներսում տարբեր խնդիրներ կան, այնպես չի որ մի խնդիր է ու այդ ամբողջը պտտվում է ներկայացման ընթացքում, այլ ամեն փուլում պարզվում է, որ այս խնդիրն էլ ունի, սա էլ, որովհետև այսպես է, դրա համար այդ որովհետևները շատ են ու հաստատ ամեն մեկը կգտնի։ Այն մարդիկ, ովքեր որ չեն ամուսնացել ու չգիտեն ինչու, ուղղակի վերագրել են, որ չենք ուզում։ Այդպես կարծում եմ Իսկ ներկայացման մեջ հավանական թեկնածուներ կան ներգրավված, թե մայր եւ աղջիկ միայն։ Մայր եւ աղջիկ ենք միայն, բայց գրածածը երևակայական։ Երևակայական բազմաթիվ թեկնածուներ կան, որոնք մայրը ամեն առավոտ առաջարկում է աղջկան ճաշակով։ Դա էլ մի խնդիր, որ չի ուզում մայրիկի։ Եթե դու չես գտնում փեսացու, ուրեմն ես կբերեմ փեսացու։ Ամեն ինչ անում է դրա համար։ Ամեն պատահած, ամեն, չգիտեմ, ընկերու զարմիկը, ընկերու որդին, բոլորին ուզում է ծանոթացնել, բայց աղջիկը դեմ է։ Ու մեր ներկայացում ենք ուզում այդ ճանապարհով։ Այսինքն ծնողներն էլ պետք է հասկանան, որ պետք չէ երեխային ստիպել, այո։ Դա այն ճշմարտությունն է, որը անվիճելի է, նաև ծնողների համար ինչ-որ դաս է դա, որ շատ վատ տեղ կտանի այդ ամենը, շատ։ Այսինքն սիրելի էլ չունի աղջիկը, ի վերջո։ Չունի։ Չէր ունենում։ Գուցե ունեցել է։ Այդտեղ միտեղ կա, որ հասկացվում է, որ դա էլ չի ստացվել, որովհետև էլի մայրիկի սխալ օրինակը ուներ, բայց դեռ չունի։ Փնտրում է։ Շուար ինչպիսի երաժշտական ուղեկցություն ունենք։ Բազմաժանր է երաժշտական ուղեկցությունը։ Ներկայացումը ինքը գրոտեսկի մեջ է արված, չնայած թեման հնարավոր է շատերի համար այսպես սրտին կպնող թեմա է, գրոտեսկի մեջ է արված, սակայն այդ գրոտեսկի ետևում բազմաշերտություն կա, այսինքն կպնում ենք նաև հանդիսատեսի, կերպարների, բեմադրիչի, ինչու՞ չէ նաև երաժշտական ձևավորման եւ նկարչական ձևավորման պարված փոքրիկ նյուանսներով փորձում ենք բացահայտել նաև կերպարների ներաշխարը, երաժշտական ձևավորումը նպաստում է դրան, այնպես են տրված, որ ամեն կերպար ունի իր երաժշտական ուղեկցող մոտիվը եւ կան երաժշտական մոտիվներ, որոնք ուղղակիորեն բացահայտում են կերպարների ներաշխարը, այսինքն այն, ինչ որ չի երևում, երաժշտությունը օգնում է, որպեսզի հանդիսատեսը կարողանա ինչ-որ չափով ավելի շատ ճանաչել եւ այս դեպքում ասենք համաձայնվի աղջկա հետ, թե ինչու են ոստանում, ինչ որտեղ նաև համաձայնվի մոր հետ, որովհետև մայրն էլ ունի իր վախերը, իր պատճառները, տեսնում է, որ աղջիկը տեղից չի շարժվում, դրա համար է գուցե առաջարկում իր տարբերակները եւ ներկայացման մեջ նաև չբացելով փակագծերը ասեմ, որ ինքն էլ շատ դժվարությունների միջով է փորձում հաղթահարել, անցնել եւ այդ դժվարությունները հաղթահարել, որպեսզի ապացուցի աղջկան, որ ամուսնանալ պետք է
ինքն էլ է նույնիսկ փորձում այս տարիքին եւ այսպես չստացված տարիներ ունենալով մեջքի հետևում ունենալով հասուն աղջիկ եւ չունենալով իսկական սեր, ում հետ կուզենար կյանքը կապել, այստեղ տարիքը բնավ նշանակություն չունի, չունենալով այդպիսի մեկին փորձում է գտնել եղանակներ ինքը ամուսնանա, որպեսզի ցույց տա աղջկան, որ տես ես ամուսնացա, ուրեմն դու էլ պիտի ամուսնանաս, նա օրինակ օրինակ ծառայի։ Ճիշտ է, շատ սխալ ճանապարհով է փորձում օրինակ ծառայել, բայց սա էլ երևի թե իր թևաթափ եղած վիճակից է։ Առաջին հայացքից ժանրը ինքը կատակերգություն, բայց հոգեբանական դրամայի, կարող ասել տարերով։ Այո, եւ երաժշտական ձևավորման, եւ նկարչական, եւ ռեժիսորական տածելակերպի մեջ, եւ դերասանների հետ աշխատելուց նաեւ բացել ենք շերտավորումներ եւ ունենք հատվածներ, որտեղ այո փորձել ենք արդարացնել նաեւ մոր արարքները, որ առաջին հայացքից ուղակի կատաստրոֆիկ անսպասելի ոչ մի մտային, ոչ մի հորիզոնում չտեղավորվող արարքներ է գործում, բայց փորձել ենք նաև իրեն ինչ որտեղ արդարացնել։ Կարծում եմ հաղորդագրությունն այն է, որ իսկապես երջանիկ խաղաղ ներդաշնակ լինելու համար կարգավիճակը այնքան էլ կարևոր չէ, մարդ պետք է գտնի որտեղ, ինչ միջավայրում եւ ում հետ կարող է իրեն այդպես գալ։ Ես դեռ չտեսած, փորձում եմ այդպես մեկնաբանել։ Խաղացանկային է ներկայացումը։ Խաղացանկային, այո, կարող եք այսօր եւ կա արդեն մայիս ամսին ունենք, կարող եք հետևել Պարոնյան թատրոնի էջին եւ գտնել օրերը, երբ կարող եք տեսնել այս ներկայացումը։ Բոլոր չամուսնացածներ կարծում եմ սա ձեզ էր ուղղված այս խոսքը։ Շնորհակալ եմ շատ, ունենք որևէ ավելացնելու բան կապված ներկայացման հետ։ Չէ, ուղղակի հրավիրում ենք բոլորին։ Այո, Սպասում ենք։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ հյուրընկալել էինք Բեմադրիչ Գոհար Փոքրիկյանին եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհիներ Լարիսա Ղևոնդյանին եւ Հասմիկ Մխիթարյանին խոսում էին ինչպես չամուսնանալ, եթե փաստորեն այդ բազմակետերը պետք է բանավոր արտասանել։ Եթե Այո։ Եթե ունեք հարցեր, գնացեք եւ պատասխանները գտեք։ Մենք շարունակում ենք մեր ընթացքը։